Ողջույն Front TV հարգելի հետևորդներ, այսօրվա իմ հյուրն է համահայկական ճակատ շարժման անդամ Անահիտ Հակոբյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Տիկին Հակոբյան Նիկոլ Փաշինյանը միջազգային բարձր հարթակից խուսափեց օգտագործել գերի բառը, փոխարենը օգտագործեց երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց բառը։ Ընդհանրապես օրեր առաջ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում բավականին կարևոր կարելի ասած թեզեր հնչեցվեցին երկու կողմերից էլ եւ ամրագրեցին երկակի իրենց դիրքորոշումները ինչ որ չափանիշի մեջ չի տեղավորվում Ալիևի թեզերին տրված պատասխանները այդ ձեր ընդգծած նաեւ գերին բառին ինքը հակադրեց որոշակի ժամանակահատվածով կոնֆլիկտ այդ ժամանակահատվածով անազատության մեջ հայտնված անձինք, այսինքն սրանով փորձեցին ամրագրել նոր իրողություն, նոր իրավիճակ, ջնջել այն ամենը, ինչ առկա էր այս 30 տարիների ընթացքում։ Ճիշտ է, Ստրասբուրգում Ալիևը բավականին կարևոր թեզեր հնչեցրեց, սրանով փորձեց ամրագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, անգամ ինքը նշեց, որ այս երկարամյա կոնֆլիկտի պատճառով ՄԱԿ-ի փախստականների միջազգային իրավունքի համաձայն 51-րդ հոդվածի համաձայն ամեն ինչ փորձեց շարադրել իօքուտ Ադրբեջանի, նույնիսկ Հայաստանը համարելով օկուպանտ երկիր, նույնիսկ կասկածի տակ առնելով դրանով Հայաստանի որպես ազգային պետության գոյության փաստը, որին ի պատասխան հակադարձ ոչ մի փաստարկ չհնչեցվեց։ Ավելին, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից կարելի է ասած միանշանակ ընդունվեց Հայաստանը որպես հակամարտող կողմ։ Իդեպ դեռևս 1994 թվականի մայիսի 12-ին Բիշկեկյան զինադադարով Արցախն ու Ադրբեջանն էին հակամարտող կողմեր ճանաչվել ու Հայաստանը երբևիցե հակամարտող կողմ չէր ճանաչվել մինչև օրեր առաջ սեպտեմբերի 29-ի ելույթը, երբ Հայաստանը արդեն ճանաչվեց որպես հակամարտող կողմ եւ երբևիցե ճիշտ է նույնիսկ Հայաստանը որպես Արցախի բնակիչների ժողովրդի իրավունքների երաշխավոր, եթե անգամ վարել է բանակցություններ, հայաստանյան ոչ մի ղեկավար Հայաստանը չի ճանաչել որպես հակամարտող կողմ ու իզարմանս ինձ սա հնչեցվեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ բարձր ամբիոնից, նույնիսկ Ալիևյան այն խոսույթին, որ Ադրբեջանից առկա է, այ կրկնում եմ, նոր թիվ է արձանագրվել 1 միլիոն փախստական, ինչ է նշանակում, որոշ ժամանակ առաջ Ալիևը խոսում էր 300,000 փախստականի մասին, այն էլ մենք բոլորս գիտենք, որ նման թիվ առկա չէր ոչ Հայաստանում, ոչ Արցախում, նույնիսկ 1989 թվականի մարտահամարի տվյալներով մոտ 80,000 ադրբեջանցի էր հիշատակվում Հայաստանի տարածքում եւ Արցախում եւ այն դեպքում, որ հակառակը Ադրբեջանի տարածքում առկա էր մոտ 500,000, 494,000-ից ավել հայ ազգաբնակչություն, դրա մասին չենք խոսում, այդ մոտ 80,000-ը վերածվեց 300,000-ի հերիք չէ, հիմա էլ բարձր ամբիոնից ամրագրվեց նոր թիվ 1 միլիոն ադրբեջանցի փախստական, սա ինչ է նշանակում, Հայաստանի վերջնական կործանում եւ Հայաստանի տարածքների այսպես ասած արևելյան Հայաստանի դիտարկում որպես արևմտյան Ադրբեջան ու արդեն պատրաստվում են 1 միլիոն արդյոք ադրբեջանցիներով վերաբնակեցնել Հայաստանը, այսինքն սա դրա նախերգանքն է, սովորաբար մի բան հնչեցվում է, սպասում են բնակչության արձագանքին ու դրան պատասխան չի հնչեցվում եւ շարունակում են իրենց թեզերը իրենք առաջ տանել, այսինքն կա խամտացված քաղաքականություն ադրբեջանցիների կողմից, կա խամտացված կերպով իրենց տարածքների
ամրագրում, կանխամտածված ամեն ինչի քայլ առ քայլ հասնում եւ փոխարենը Հայաստանի Հանրապետության վարչապետը խուսափում է գերի բառ օգտագործել այն դեպքում, երբ Արցախյան առաջին, երկրորդ, երրորդ եւ չորրորդ, այսպես ասած, վերջնական հայաթափման արդյունքում մենք ունենք 1000-ից ավելի ռազմագերիներ, նույնիսկ թիվը չի հստակեցվում ոչ գերիների, ոչ անհետ կորածների ու այժմ էլ արդեն խուսափում են այդ բառը օգտագործելուց։ Հիմա ես սա ոնց համարեմ կանխամտածված քաղաքականություն, կանխամտածված ընթառաջ գնալ կամ հաստատում Ալիևյան թեզերի բավականին բարդ խնդիր է։ Տիկին Հակոբյան, առհասարակ ինչ է արվում անհետ կորածների հայտնաբերելու եւ գերիներին, ռազմագերիներին վերադարձնելու համար։ Ընդհանրապես տեղեկատվական աղբյուրներում բավականին քիչ արձանագրումներ կան, բավականին քիչ փաստեր կան, թե գերիների, թե ռազմագերիների եւ թե անհետ կորածների վերաբերյալ։ Դե փաստորեն ռազմագերիներ լինում են միմիայն պատերազմի ժամանակահատվածում։ Գերի կարող է վերցվել նաեւ խաղ բնակչությունից անհետ կորածների մասին առհասարակ դրանք են եղել այս հակամարտության ընթացքում, նաև վերջին բենզինալցակայանի այդ պայթյունի հետևանքով ունենք եւս 22-ից 23 թիվը հստակեցված չէ անհետ կորածներ եւ հստակեցված չեն նաև ռազմագերիների ու գերիների թվական տվյալները, մանավանդ որ Հայաստանի Հանրապետության կառավարության, պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի կողմից տարբեր թվեր են հանրահրճակվում, այսինքն իրենք չեն ուզում հստակորեն կանգնել մեկ թվական տվյալի վրա, ամեն օր մի նոր թիվ, մի նոր փաստարկ, բայց այն էլ չի հրճակվում, տեղեկատվական դաշտը փակ է, այն դեպքում, երբ աշխարհում չկա մի պետություն, չկա մի պետության համապատասխան կառավարության ներկայացուցիչ կամ համապատասխան գերագույն ատյան, որում արկա չլինի իր իսկ պետությունում արկա թե ռազմագերիների, թե գերիների եւ թե անհետ կորածների հստակ պատկերա, հստակ անվանացանկա, որը մեր իշխանությունները ինչ հանգամանքներից ելնելով փորձում են թաքցնել, չգիտեմ, Ալիևյան կլանի հանդեպ վախն է գործում Հայաստանի իշխանավորների մոտ, թե հակառակը այլ միտում է այստեղ դիտարկվում, չի հասկացվում, թե ինչ աշխատանքներ են կատարվում եւ ինչի են ծնողները մանավանդ այս վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ բավականին անհանգիստ իրավիճակում են գտնվում թե գերիների, թե ռազմագերիների, թե անհետ կորածների հարազատները, սա չի բացահայտվում եւ ինչ է բավականին դժվար խնդիր է հայաստանյան իշխանությունների համապատասխան ներկայացչական մարմինների կողմից հանդիպումներ կազմակերպել նման ընտանիքների իրենց հարազատների հետ, բարբերաբար տեղեկություններ հաղորդել, թե որ Ադրբեջանը բարձրացնում է իր տարածքային ամբողջականություն եւ Հայաստանը անմիջապես ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքը ադրբեջանական միանշանակ կերպով շղթելով հայկականության գաղափարը եւ դրանով իսկ թե տարածքը, թե պատմամշակութային հուշարձանները, ջնջելով հայկականության հետքը, ջնջելով մեր պատմական փաստերը, ջնջելով մեր ողջ ունեցածը, թե սրանով չգիտես չի հասկացվում ինչ քաղաքականություն է վարվում, սա վախի ազդեցություն է, ստրես է նրանց կողմից, թե կանխամտածված քաղաքականություն, այս մեկը չի հասկացվում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից վարվող քաղաքականության համատեքստի տակ չի հասկացվում եւ ինչու են լռում, ինչու չի հրապարակվում անհետ կորածների, գերիների, ռազմագերիների անվանացանկա, ինչու Հայաստանի ցանկացած անձ, ցանկացած քաղաքացի, ցանկացած հայ անձ, ցանկացած հայ
տեղյակ չէ, թե իր հարազատներից, իր արյունակիցներից ով է գտնվում Ադրբեջանում, ինչու մենք տեղեկացված չենք, ինչու տեղեկատվական դաշտը փակ է բոլորի համար, ինչու՞մն է խնդիրը, ինչու մենք չգիտենք, ինչու աշխարհի ցանկացած քաղաքակիրթ պետություն տեղյակ է իր ցանկացած քաղաքացու մասին, իսկ մենք տեղեկացված չենք։ Ես օգտվելով առիթից կոչ եմ անում բոլոր Հայաստանի Հանրապետության սթափ մտածող քաղաքացիներին, սթափ մտածող բոլոր հայերին սատար կանգնել նման անձանց, նման իրավիճակում գտնվող ընտանիքների հարազատներին, սատար կանգնել, օժանդակել ով ինչով կարող է, ցանկացած տվյալ մենք բոլորս գիտենք, որ կարող է սփոփիչ ազդեցություն ունենալ այս ընտանիքների հարազատների համար, եւ եթե որևէ մեկը կարող է օժանդակել, որևէ ձևով օգնություն ցուցաբերել այս ընտանիքներին, խնդրում եմ պատրաստակամություն ցուցաբերեն եւ օգնեն ինչով կարող են։ Տիկին Հակոբյան, փաստորեն ստացվում է, որ անհետ կորածների այլ թիվ է ներկայացվել, հիմա Պաշտպանության նախարարությունը այլ թիվ է ներկայացնում, ավելի մեծ թիվ։ ԱԱԾ-ի տվյալներով մինչև այս պահը 195 անհետ կորածի մասին էր խոսքը, իսկ ԳՇՊՏ ծնողներին է ներկայացրել ցուցակ, թիվը 70-ով ավելի, այսինքն անհետ կորածների թիվը 265-ն է։ Սրանից ես ճիշտ ասած կարող եմ պարզ մի եզրահանգում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության գերատեսչական մարմինները, կառավարության անդամները մեկը մյուսից տեղյակ չէ։ Այսինքն համապատասխան փաստաթղթերը մի վայրում լինում են, մեկ այլ վայրում չեն լինում։ Այսինքն փոխհամագործակցությունը, փոխկապվածությունը բացակայում է իշխանության տարբեր ատյաններում։ Այդ է պատճառը, որ մեկը մյուսից անտեղյակ է, մեկը մյուսից անտեղյակ փաստեր է հնչեցնում, թվական տվյալներ է հրապարակում, այսինքն միանշանակ միևնույն քաղաքականությունը չի վարվում Հայաստանի Հանրապետությունում, եւ դա բոլոր հարցերում է այդպես։ Տիկին Հակոբյան, նաև բանակում զինվորական պարտադիր ծառայություն ուզում են դարձնել 1.5 տարի։ Պաշտպանական ծախսերը կրճատվում են։ Ըստ ձեզ, ինչ է սա նշանակում։ Դե եթե ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայի նստաշրջանում բարձրացվում է խաղաղության հարց ու բարձր գոռում-գոչյունով ամրագրվում է, որ մենք ուզում ենք խաղաղություն պահպանել, ձգտում ենք խաղաղության եւ անտեսվում է Ալիևի կողմից անընդհատ կրկտվող Զանգեզուրի միջանցք, ուղղակի մի նախադասությամբ ասվում է, որ նման պայմանավորվածություն չի եղել Վաշինգտոնյան հռչակագրում ուղղակի Տրամպի ուղիեր, եւ դա կարող է տարածքային պահանջ դիտարկվել ու հստակորեն չի ամրագրվում պետության իշխանավորների դիրքորոշում ու ամիսներ առաջ ազգային ժողով է մուտք գործել մեկ այլ նախագիծ, որում գումարներ էին առաջարկվում մուտք գործել պետական բյուջե փոխարենը չծառայելու դիմաց, հիմա բնական է նման պետությունում արդեն կդիտարկվի այսպիսի հանգամանք, որ պարտադիր զինվորական ծառայությունը կսահմանափակվի, կդարձվի 1.5 տարի։ Ես միանշանակ բացասական կերպով եմ արձագանքում նման քայլերին, մանավանդ որ պաշտպանական ծախսերը պիտի կրճատվեն 265 միլիոնով, սա նշանակում է Հայաստանի Հանրապետության առանց այդ էլ թույլ պաշտպանունակության ավելի թուլացում, այսինքն Հայաստանի Հանրապետությունը առերևույթ կզրկվի իր պաշտպանունակությունից, չի կարողանա դիմակայել Ադրբեջանի օրեցօր աճող տարածքային նկրտումներին եւ ավելին Հայաստանը հնարավոր է նաեւ զրկվի որպես ազգային պետություն
ապագայում ունենալու հնարավորությունից, որովհետև Ադրբեջանը օրեցօր ավելացնում է իր պաշտպանության ծախսերը, ավելացնում է, ամրապնդում է պետության պաշտպանունակությունը, փոխարենը Հայաստանը կրճատում, թուլացնում եւ կրճատում նաև բանակի թվակազմը։ Միանշանակ բացասական է իմ վերաբերմունքը։ Տիկին Հակոբյան, նաև հնչում են քննադատություններ, եթե Փաշինյանի իշխանությունը չի կարողանում ներքին համերաշխություն ապահովել եւ մենք ականատես եղանք փարաքարում, թե ինչ եղավ։ Ինչպես է խաղաղություն բերելու մեզ։ Եթե բավականին վտանգային իրավիճակ է ստեղծվել Հայաստանի նույնիսկ մայրաքաղաքում, նույնիսկ փողոցներում երթևեկելը արդեն վտանգավոր է, բնական է, որ պետության քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը եւս հայտնվելու է աննշան, կարելի ասած ոչ այսպես ասած նորմալ իրավիճակում։ Սա բնական երևույթ է, եթե պետության ներսում քաոս է, այսինքն եթե ուզում ես քանդել պետությունը, սկսիր ներսից, եթե արկա են տարաձայնություններ, եթե սովորական համայնքային հարցերը, սովորական թաղամասային հարցերը չի կարողանում լուծել, համապատասխան գերատեսչությունները իրավիճակին չեն տիրապետում, ապա ինչպես պիտի նման պետությունը կարողանա արտաքին իրավիճակային հարցեր լուծի, ինչպես կարող է Հայաստանի Հանրապետությանը բերել խաղաղություն։ Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար, իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր համահայկական ճակատ շարժման անդամ Անահիտ Հակոբյանը։